Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Համաժողովրդական սիրո արժանացած եւ բարի բուն իմաստով իրոք համաժողովրդական սեր վայելող մեր անվանի հայրենակիցը առաջինն է արժանացել նորանկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրին եւ առավել եւս առաջինն է արժանացել Հայաստանի Հանրապետության ազգային հերոս բարձրագույն կոչմանը եւ հայրենիք իշխանշանին։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է Վազգեն առաջին ամենայն հայոց կաթողիկոսին։ Մեր հաղորդման հյուրերն են Հայաստանի Հանրապետության ազգային արխիվի տնօրեն պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը եւ Մայր աթոռի արխիվ եւ թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ Քահանա Կարապետյանը։ Բարի գալուս հարգելի բարեկամներ, շնորհակալություն հրավեր ընդունելու համար, իսկ այժմ դիտենք փոքրիկ ակնարկ նվիրված Վազգեն առաջինի կյանքի եւ գործունեությանը եւ շարունակենք մեր հաղորդումը։ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն առաջինը Լևոն Կարապետ-Պալչյանը ծնվել է 1908 թվականի սեպտեմբերի 20-ին Բուխարեստում։ 1936 թվականին ավարտել է Բուխարեստի համալսարանը։ 1933 թվականին Փարիզի Մարտկոս թերթում սկսել է հրապարակագրությունը։ 1937-ից 38 թվականներին Բուխարեստում հիմնել եւ խմբագրել է Հերկ ամսագիրը։ 1929-ից 43 թվականներին դասավանդել է Բուխարեստի հայկական դպրոցներում։ 1948-ից 55 թվականներին եղել է Ռումինիայի թեմի առաջնորդ։ 1955 թվականին ընտրվել է ամենայն հայոց կաթողիկոս։ 1956 թվականին ԽՍՀՄ վարչապետ Բուլգանինի առջև բարձրացրել է հայրենադարձության, Լեռնային Ղարաբաղի, Նախիջևանի, Ախալքալակի Հայաստանին միացման հարցերը։ Մեծ է ավանդը հայ եկեղեցու միասնության հաստատման, միջեկեղեցական եւ միջպետական կապերի ընդլայնման ասպարեզում։ Հայրենիք սփյուռք կապերն ամրապնդելու նպատակով շուրջ 30 հովվապետական այց է կատարել։ Վերահաստատել է Արցախի, Սյունիքի եւ Գուգարքի թեմերը։ Ծավալել է եկեղեցաշեն վերականգնողական մեծ աշխատանք։ 1965 թվականին կառուցել է Եղեռնի նահատակաց հուշարձանը։ 1988 թվականի փետրվարի 25-ին Արցախը Հայաստանի Հանրապետության հետ վերամիավորելու հարցով դիմել է ԽՍՀՄ նախագահ Գորբաչովին։ Արցախյան շարժման ընթացքում խորհրդային եւ միջազգային բարձր ատյաններում լսելի դարձրել արցախահայության ձայնը։ Վայելել է համաժողովրդական սեր։ Մահացել է 1994 թվականի օգոստոսի 18-ին։ Թաղված է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի առջև։ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր անդամ է։ Պարգևատրվել է ԽՍՀՄ եւ Ռումինիայի շքանշաններով։ Խաղաղության համաշխարհային խորհրդի Ժոլիո Կյուրիի անվան ոսկե մեդալով։ Նրա անունով են կոչվում Երևանի թիվ 168, Վանաձորի թիվ 1 միջնակարգ դպրոցները եւ Սևանի հոգեվոր դպրանոցը։ Էջմիածնում կանգնեցվել է հուշարձան։ Օրհնել եւ ոգեկոչել է Հայաստանի անկախությունը։ Առաջինն է արժանացել Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչման։ Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն հայրենիք շքանշանով։ Թողարկվել է նամականիշ։ Պարոն Վիրաբյան, Վազգեն վեհապարի ժամանակաշրջանը որպես կաթողիկոսի ճակատագրական եւ ավելի շատ պատասխանատու ժամանակաշրջան էր։ Մի քանի տարի կամ 10 տարի էր, որ ավարտվել էր հայնական մեծ պատերազմը, այդ ավերները դեռ չէր վերականգնվել եւ փաստորեն այդ ժամանակաշրջանից մինչեւ մեր օրերը, մինչեւ հանրապետության անկախության հռչակումը, Արցախյան շարժում ազգային ազատագրական պատերազմը Վազգեն վեհապարը եղավ ամենայն հայոց կաթողիկոս։ Առաջինը ես ուզում եմ նշել, որ երևի վերջի հազարամյակում ամենաերկարամյա կաթողիկոսն էր Վազգեն վեհապարը։ Շուրջ 40 տարի։ Շուրջ 40 տարի, 39 տարի, ու այդպես մենք վերջի հազարամյակում չի եղել, բայց դժվար եւ ծանր ժամանակներ էր։ Ես միշտ մտածել եմ, ով կլներ նա եւ ինչի կհասներ, եթե ասենք նորանկախ Հայաստանում լիներ ամենայն հայոց կաթողիկոս կամ ասենք դրանից տարիներ առաջ։ Խորհրդային իշխանություն, աթեիզմ, կոմունիզմի կառուցում, 5 տարին պարբերությամբ Քաղբյուրոն ընդունում էր նոր որոշումներ բնակչության շրջանում աթեիստական դաստիարակություն ուժեղացնելու ուղղությամբ եւ այդ պայմաններում պետք է լինել։ Բայց նախկին բռնաճնշումները չկային։ Բառացիորեն իհարկե չկար, բայց եկեղեցին շարունակում էր գտնվել իշխանությունները խիստ հսկողության տակ, ամեն մի եկեղեցիական գործիչ ամենօրյա
ամենօրյա շուրջօրյա հայացքի տակ էր իշխանությունների, չեմ ասում հետապնդումներ, բայց նրանք գտնում են ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Չէ, դա խանգարում որ Վազգեն Վեհապարը 40 տարի բեղնավոր գործ է։ Իր խելքով, իր կարողությամբ նա կարողանում էր այդ պայմաններում որոշակի գործ կատարել եւ հայոց եկեղեցու եւ հայ ժողովրդի համար, վերջին հաշվով նա մնում էր ոչ միայն խորհրդային Հայաստանի բնակչության, այլ ամբողջ աշխարհսփյուռ հայության ամենայն հայոց կաթողիկոսը։ Իհարկե դժվար էր, բայց որոշակի այդ պայմաններում էր որոշակի քայլ կատարել, որտեղ նա իշխանությանը երբեք չընդվեզեց, չակաճառեց, ընդհակառակը բոլոր հարցերը քննարկում էր իշխանությունների հետ, խորհրդային քաղաքականություն էր վարում։ Պատահական չէր, որ խորհրդային իշխանության տարիներին արժանացավ խորհրդայնության 3 իշխանշանների՝ պատվոնշան իշխանշանի, ժողովրդների բարեկամության իշխանշանի եւ աշխատանքային կարմիր իշխանշանի։ Գնահատվում էր նրա։ Որտեղ պետությունը հասկանում էր, որ նրան օգտագործում է եւ խորհրդայնության համար կարևոր քաղաքական նշանակություններով շարժումներին, խաղաղության համար շարժմանը եւ մյուս շարժումներին, որ կարողանում են օգտագործել նրան, որ միջազգային հեղինակություններ գործերի կանդրադառնանք իհարկե, Տեր ասողիկ, արդեն նշվեց, որ 40 տարի եւ հայ եկեղեցու պատմության ընթացքում եզակի կաթողիկոսներից է, որ այդքան երկար է կհակալել եւ այդ առումով նաեւ մեր հայ հոգեվորականների մեջ այս շուրջ 2000 տարվա մեջ ամենից վաստակավորներից է եւ կրկին ուզում եմ շեշտել, որ բարի բուն իմաստով արժանացել է համաժողովրդական սիրո եւ իրենից հետո իր գործերի իր վարք ու բարքի շնորհիվ թողել է հավերժ բարի հիշատակ։ Վստահաբար տարիներ են անցել արդեն, բայց ժողովրդի մեջ, ինչպես արդեն նշեցիք, Վազգեն Վեհապարը սիրելի մի կերպար է։ Նաև ներշնչման աղբյուր է, ինչպես աշխարհական անձի համար, այնպես էլ առավելաբար հոգևորականի համար։ Եվ բնականաբար նրա անձի մեջ ներշնչման համար երկու կարևոր աղբյուրներ կան, դա հայրենասիրությունն է, անսակարգ եւ անվերապահ եւ էջմիածնասիրությունը։ Վազգեն Վեհապարը իր գահակալության այդ տարիներին իր հովվապետական առաքելությունը խարսխեց էջմիածնասիրության եւ հայրենասիրության վրա։ Եվ ահա այդ երկու սյուների վրա նա կառուցեց իր ամբողջ գործունեությունը եւ այդ երկու սյուներին մատուցած իր ծառայությունների արդյունքում դարձավ սիրելի եւ կարելի ասել պաշտելի կերպար իմեջ մեր ժողովրդին։ Ոչ միայն կենթանության օրոք, այլև մինչև այսօր։ Մինչև այսօր եւ այսօր էլ համոզված ենք, որ կմնա նա կերպար։ Բնականաբար եւ հենց հավանաբար պատճառներից մեկն էլ դա էր, որ Հայաստանի նորանկախ պետությունը գնահատեց իր ծերունազարդ հովվապետին եւ շնորհեց այդ բարձրագույն կոչումը եւ պարգևը։ Շնորհակալություն, իհարկե կրկին դրան կանդրադառնանք։ Պարոն Վիրաբյան, փաստորեն 55 թվականին դարձավ Վազգեն առաջին ամենայն հայոց կաթողիկոս եւ 1 տարի անց այն ժամանակվա ԽՍՀՄ վարչապետ կամ նախարարների խորհրդի նախագահ Բուլգանինի արչեւ անձնական հանդիպման ժամանակ եւ նամակների փաստաթղթերի միջոցով բարձրացեց շատ կարևոր հարցեր։ Հակիրճ թվարկեմ հայրենիք սփյուռք կապերի ամրապնդում, եկեղեցու գործունեության ակտիվության հնարավորության ընձեռում, Ադրբեջանում, Վրաստանում, Արցախում, Նախիջևանում եկեղեցիների բացում, հայրենադարձություն, Գանձասարի, Տաթևի վանքերի համալիրների վերադարձ եւ ամենից կարևորը գուցե Ղարաբաղի, Նախիջևանի, Ախալքալակի Հայաստանին միացման խնդիր։ Վազգեն Վեհապարը 3 երազանք ուներ։ Առաջին էջմիածնում հիմնել այսպես կենտրոն անվանենք, գիտությունների կաճառ անվանենք, մի կրթահամալիր, որտեղ եւ եկեղեցիական գործիչներ կպատրաստվեին եւ աստվածաբանական, հայագիտական հետազոտություններ կատարվեին, ու չստացվեց խորհրդային իշխանության տարիներին 45 թվականի երբ Գևորգյան ճեմարանը վերաբացվեց, գիտեք, Ստալինի հետ Գևորգ
Չորեքչյանի հանդիպման արդյունք էր։ Չստացվեց։ Երկրորդ նրա երազանքը հայ եկեղեցին միասնաբար տեսնել է եւ հայ եկեղեցու կանոնա գիրք մշակել եւ ընդունել է, որը մինչեւ այսօր չկա եւ այդպես էլ կասկածում են, որ համենայն դեպս մոտ ապագայում դա կլինի, որտեղ հուսանք որ մի օր կլինի եւ երրորդը դա Ղարաբաղներ գոնե խորհրդային Հայաստանում հայ ժողովրդին միասին տեսնելը, որը բարեբախտաբար նա տեսավ։ Որն ավելի լայն էր։ Ղարաբաղ, Նախիջևան, Նախալքալա։ Այո։ Եվ իր աշկի առաջ ունենալով 45 թվականի փորձը, երբ որ ասեցի Գևորգ Չորեքչյանը դիմեց Ստալինին եւ որոշակի խնդիրներ լուծվեցին, նա եւս փորձեց 56 թվականին դիմել խորհրդային միության կառավարության ղեկավարին այդ հարցերը բարձրացնելով։ Տերասողի հետ մենք այդ փաստաթղթերը փնտրել գտել ենք եւ նա բնականաբար դրանք չլուծվող հարցեր էին, մենք գիտենք, որ Ղարաբաղի Նախճեվանի հարցը բարձրացվել է եւ 49 թվականին եւ 70-ական թվականներին հնարավորին անդադ ինչ խորհրդային միությունը եղել է բարբերաբար այդ հարցը նա այդ բոլոր նույնիսկ այն մտավորականների 1000-ից ավելի մտավորականների Մարտիրոսյանով սկսված Պարուս Սևակով այն նամակը որ գնաց Մոսկվա 70-ական 60-ական 70-ական թվականների մի քանի նամակներ է գնացել ինձ թվում է որ Վազգեն Վեհափառը ինքն էր այդ շարժման կենտրոնը թե պետք կրկնում եմ նա շրջահայաց լինելով բնականաբար ինքը ակտիվ մասնակցություն եւ իր բայց ստորագրություն չէր դնում դրանց տակ բայց ամեն առիթ օգտագործելով նա փորձում էր եւ իր եղանակությունը փորձում էր բայց բնականաբար խորհրդային միության պայմաններում այդպիսի խնդիրներ չէին լուծվում եւ չէին կարող լուծվել բայց մեզ համար պարզ է որ նա ինչպես Տերասողիկը ասաց որ նրա համար հայ ժողովուրդ եւ էջմիածին նա կարողանում էր իր եղանակությունը օգտագործել եւ այսպիսի հարցեր բարձրացնել խորհրդային իշխանության գիտեք ինչ նրա եւ թող տարօրինակ չթվա նրա ամեն մի հովվական այց ոչ միայն քննարկվել է Հայաստանի խորհրդային Հայաստանի ղեկավարության, այլ նաև Մոսկվայի ղեկավարության կողմից։ Այսինքն ղեկավարությունը նրա ամեն մի խորհրդային սահմաններից դուրս գալը քննարկվում էր խորհրդային միության կոմունիստական կուսակցության քաղբյուրոյով էր քննարկվում, որը կոչվում էր, այսպես կոչվում էր հատուկ թղթապանակ Ասոբայա Պապկա եւ բայց մենք արդեն կարողանում ենք դրանց հետ ծանոթանալ եւ նրա ապարքեվատրումները այդ երեք եւ նրա մասնակցությունը եւ նույնիսկ նրա եթե ինչ որ ստանում էր այդ համաշխարհային ինչ որ կոնգրեսի որից ուղերձ ուղղելու նախորդ քննարկում էր եւ ասում էր այո քաղաքական կարեւորություն է Վազգեն Վեհապարի դերակատարությանը խոհեմ էր որ կարողանում էր դա օգտագործել շնորհակալություն Տերասողիկ փաստորեն կարող ենք փաստել որ Վազգեն Վեհապարը ոչ միայն հոգեվոր առաջնորդ էր այլ նաեւ ինչ որ առումով նաեւ համազգային առաջնորդի դերակատարություն էր ստանձնել կամ գործառույթներ էր իրականացնում եւ այդ առումով մեծ է նրա ավանդը ինչպես հայ եկեղեցու արդեն նշեց պարոն Վիրաբյանը հայ եկեղեցու միասնության հաստատման միջեկեղեցական կապերի տարբեր երկրներ այցելությունների մասին նշեց շուտ կարծեմ 30 հովապետական այցեր է ունեցել հայրենիք սփյուռք կապերի նաեւ ամրապնդման իր խոսքն եմ ուզում ձևակերպում մեջ բերեմ նա ասում էր դրանով ստեղծվեց ոսկյա կամուրջ հայրենիքի եւ սփյուռքի միջև վերահաստատեց հետագայությունականների վերջին Արցախի Սյունիքի գուգարքի թեմերը նաեւ եկեղեցաշեն վերականգնողական մեծ գործունեություն ծավալեց հսկայածավալ աշխատանք է իրականացրել երջանկայի շատակ Վազգեն Վեհապարը եւ բազմաբովանդակ ես այստեղ կուզեմ հիշել ավետարանական այն խոսքը որով եւ պարոն Վիրաբյանի մոտեցումը տեսակետը պիտի արտահայտվի ավետարանում երբ որ Քրիստոսին մոտենում են եւ դրամն են ցույց տալիս ասելով թե մենք արդար է որ հարկ ենք տալիս կայսեր Քրիստոս ասում է
ում պատկերն է դրամի վրա եւ ասում են կայսեր։ Ուրեմն ասում է գնացեք կայսերը տվեք կայսեր եւ Աստծունը Աստծուն։ Այսինքն ավետարանական այս իմաստությամբ գործեց հայոց հայրապետը եւ նաեւ այն մեծ փորձառությամբ, որ հայ եկեղեցին արդեն կուտակել էր դարեր շարունակ հայոց պետականության անկումից ի վեր, առաջնորդելով ժողովրդին եւ հոգեվորապես եւ քաղաքականապես։ Եվ բնականաբար խորհրդային Հայաստանի իրականության ներքո, որը ինքը ընդունում էր իբրև օրինավոր հայոց պետություն, երկրորդ հանրապետություն, բնականաբար այդ տրամաբանությամբ եւ այդ ուրախությամբ նա գործում էր ոչ միայն Հայաստանում, այլ մանավանդ Սփյուռքում։ Հայաստանը ուներ պետություն, ուներ պետական կառավարում, բայց չուներ լիարժեք անկախություն, նա Սովետ միության մի մասն էր եւ նրա ձեռքերը չէին կարող տարածվել ամբողջական Սփյուռքում եւ այդ ձեռքը հայոց եկեղեցին էր, նրա հովվապետն էր եւ մանավանդ հովվապետը վայելում էր միջազգային այցաներում սփյուռքայցան շրջանում անբեկանելի անձնական մի հմայք ուներ, այո, անձնական հմայք ճիշտ է, իմաստություն ուներ, որ կարողանում էր յուրաքանչյուրի հետ իր լեզվով խոսել եւ ամեն հարաբերության մեջ առաջնակարգ տեղ տալ հայրենիքին եւ մանավանդ Մայրաթոր Սուրբ Էջմիածնին։ Գիտենք այդ ժամանակաշրջանում Սառը պատերազմի հետևանքում ինչպիսի ճեղքվածք էր առաջացել մեր ազգային եկեղեցական միության մեջ եւ բնականաբար նա ամեն ճիգ ու ջանք գործադրում էր այդ միությունը վերականգնելու։ Եթե սկզբնական շրջանում առավել խիստ էր հանդես գալիս որպես ամենայն հայոց հայրապետ, ապա հետագա տարիներին մեղմացավ եւ փորձեց սիրով այդ ճեղքը լցնել, բայց ցավոք սրտի հայոց հայրապետի այդ սիրո արձագանքը տեղ չգտավ որոշ շրջանակներում եւ նրա այդ երազը եկեղեցու նվիրապետության ամրությունը, եկեղեցական եւ ազգային կյանքի միասնությունը այդպես էլ կատարյալ իրականություն չդարձավ։ Նրա իրականություն կդառնա։ Վստահ ենք, որ Եվ թե ոչ մեր հայության բոլոր երազանքները պետք է գա այդ օրը, որ հերթով իրականություն դառնան։ Կարծում ենք, որ դա ժամանակի հարց է։ Երազանքներ չեն մնալու, կյանքում պետք է իրագործվեն։ Պարոն Վիրաբյան, այսօր անընդհատ պետք է շեշտվի այդ միտքը, որ Վազգեն Վիապարը արդեն Տերասողիկը նշեց, երկու հիմնական սյուների վրա էր իր աշխարհազգ կառուցել, հայրենասիրություն, էջմիածնասիրություն։ Արդեն մեր օրերում Արցախյան շարժման ընթացքում նա իր հուժկու պատկառելի եւ հեղինակավոր խոսքը բարձրացրեց հանուն արցախայցյան իրավունքների պաշտպանության, առաջինը արժանացավ մեր նորանկախ պետականության քաղաքացու անձնագրին եւ ամենակարևորը Հայաստան Հանրապետության ազգային հերոսի բարձրագույն կոչման առաջին համար առաջին։ Գիտեք ինչ, իհարկե ես արդեն իմ խոսքով նշեցի, որ փառապում էր Արցախի ցավով եւ տեսնում ես, որ ինչպես ասում են, կարող ես կանգնել, ասենք, Սյունաս լեռներում եւ դիտել Արցախը, բայց այդքան մոտ լինելով այդքան հեռու էր, որտեղ հայ մտավորականի մուտքը արգելվում էր, հայկական հեռուստատեսությունը չէր հաղորդվում, դժվար էր եւ նա ամեն ինչ անում էր հնարավորինս լինելու այդ շարժման։ Ես կարծեմ 50-60-ական թվականներին այցել էր Արցախ, Բաքվի հայկական եկեղեցիներ։ Եղել է այդպիսի բան, բայց դա մի անգամ եւ դրանից հետո Ադրբեջանի իշխանությունները երկրորդ անգամ երբեք թույլ չէին տա նրան այցելելու եւ ոչ Բաքու, ոչ Արցախ։ Ես ուզում եմ նաեւ մի բան նշել, որ նա ոգևորվում էր, ասենք 1965 թվականի ազգային զարթոնքով, բայց մեծ ցավ էր ապրում, երբ որ ապրիլի 24-ին Երևանում փողոց դուրս եկած հայ բնակչությունը վերջում չկարողացավ իրեն զսպել եւ ասենք օպերայի ապակիները կոտրում էին եւ հայտնի է որ հաջորդ օրը Էջմիածնում, Սուրբ Էջմիածնում նա ցավով է նշել դրա մասին։ Կամ Արցախյան շարժման օրերին օթանավակայանի դեպքից հետո երբ որ նա դիմեց հայ ժողովրդին, նո այսպեսի մի խոսքով ավարտվեց. եթե դուք ինձ չլսեք, կանիցեմ իմ ճակատագիրը եւ քերանամ։
Այսինքն նա ցավով էր ապրում, երբ որ խոհեմություն բնակչությունը չէր ցուցաբերում, որովհետև շատ լավ էր հասկանում, թե խոհեմ չլինելը ինչի կարող է հանգեցնել։ Դե տարբերությունը մեզ շատ-շատերից Վազգեն Վեհապարը ավելի շրջահայաց էր, ավելի լրջմիտ եւ իմաստուն։ Եվ կրկնում եմ, բարեբախտաբար կամ կարող եմ ասել դժբախտաբար նա հեռացավ այն պատերազմի այն մեր ծանր օրերի պահին հեռացավ, իր մահկանացուն կնքեց եւ չտեսավ այն հաղթանակը, որ արդեն մենք ուրախությամբ էինք նշում։ Բայց ամենայն դեպս նա տեսավ այդ շարժումը, տեսավ հայ ժողովրդի միասնությունը, որ սկսվեց 88 թվականից եւ շարունակվեց մինչեւ պատերազմի հաղթական ավարտը, մինչեւ 94 թվականի մայիսը, սա մեծ նշանակություն ուներ եւ կրկնում եմ, սրանում իր մեծ դերը ունեցավ Վազգեն Վեհապարը, որ նաեւ ոչ միայն բարոյական, այլ նա այդ ազատագրական պատերազմում դրեց նաեւ եկեղեցու նյութական միջոցները, ինչ որ հնարավոր էր։ Եվ կազմակերպչական եւ նյութական բոլոր միջոցները, ինչ որ հնարավոր էր, նա դրեց իշահ այդ հաղթանակի։ Շատ բարի, մեր հերոստատիտողներն ցանկանում եմ հիշեցնել, որ Վազգեն Վեհապարի վախճանից հետո 7 օր Արցախում ԼՂՀ պետական դրոշը որպես սքո նշան, համաժողովրդական հարգանքի տուրք սքո նշան, ԼՂՀ պետական դրոշը իջեցված էր բոլոր հաստատություններում։ Տեր ասողիկ, Վազգեն Վեհապարը գահակալության առաջին իսկ օրվանից մինչև իր մահը այդ 40 տարիների ընթացքում դուք արդեն նշեցիք, որ նա ողջ գործունեությունը ուղղված էր հայրենիքին ծառայելուն, Էջմիածնի ամրապնդմանը, Մայր Աթոռի ամրապնդմանը, հայ եկեղեցու միասնության ամրապնդմանը։ Այդ տեսանկյունից Վազգեն Վեհապարի որպես հայրենանվեր ժողովրդին իր սեփական ժողովրդին հավատ մատուցող հովապետ իմ խորին համոզմամբ մինչ այժմ էլ եւ իհարկե այսուհետ օրինակելի կլինի։ Բնականաբար Եվ ոչ միայն հոգեորականների համար, այլ նաեւ աշխարհիկ մեր հայրենակիցների։ Ինքն իր կյանքով եւ իր գործով դասվեց հայոց մեծերի շարքում եւ յուրաքանչյուր սերունդ, որ կոչված է հայրենիքը կերտելու եւ ապագան ապահովելու, իր հայացքը միշտ հառած պետք է պահի իր մեծերին, նրանց կյանքով ներշնչվի եւ նրանց գործով ոգևորվի եւ իր հետքը թողնի։ Բնականաբար Վեհապար հայրապետը պիտի մնա այդ շարքում, ինչպես աշխարհականների համար որպես հայրենասիրության օրինակ, այնպես եկեղեցականներիս համար ոչ միայն հայրենասիրության օրինակ, այլև եկեղեցասիրության օրինակ, քանի որ նա իր կյանքով եւ իր գործով դա ճառագայթեց հայ կյանքում եւ այդ պատգամը թողեց իր հետևորդներին, իր անմիջական աշակերտներին եւ հոգեվորական հետագա սերունդներին։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր մեկը իր առաքելության մեջ հաջողելու համար երբեք ու երբեք իր հայացքը չպետք է կտրի իր մեծերից, իր ազգի մեծերից եւ սարավել ազգային առաջին հերոս երջանկայիշատակ Վազգեն Վեհապարից։ Հարգելի բարեկամներ, եւս մեկ անգամ թույլ տվեք շնորհակալություն հայտնել հաղորդմանը մասնակցելու պատրաստակամության եւ մեր հայրենակիցներին Վազգեն առաջինի լուսավոր հայրենանվեր կերպարը ներկայացնելու համար հաղորդումը ավարտեմ Վազգեն Վեհապարի հետեւյալ խոսքերով։ Մենք հայերս մեր նախնիներով հպարտ լինելու բազմաթիվ պատճառներ ունենք։ Ուրեմն եկեք այնպես ապրենք մեր կյանքը, որ գալիք սերունդները նույնպես հպարտ լինեն իրենց նախնիներով։ Հարգելի հեռուստադիտողներ, հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն առաջին Վեհապարին։ Առայժմ այսքանը ճանաչենք հայորդիներին։